Ողջույն գործարար ալիքին միացած ռադիոլսողներ եւ դիտողներ, դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը։ Ես Գայա Ասոյանն եմ, եթերում խաղի կանոներ հաղորդաշարն է, որը մենք իրականացնում ենք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ։ Մեր այսօրվա հյուրը Մերուժան Խաչատրյան, հանձնաժողովի իրավախախտումների վերահսկողության բաժնի պետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կատնամթերքի ոլորտը միշտ եղել է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում եւ այստեղ բազմիցս խոսել ենք այդ ոլորտի հետ կապված խնդիրների եւ այլնի մասին, տարբեր իրավախախտումներ, պատժամիջոցների կիրառումներ եւ այլն հանձնաժողովը նկատել եւ կիրառել է։ Այսօր ինչ իրավիճակ է ոլորտում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Այո, դուք ճիշտ նշեցիք, որ կաթնամթերքի շրջանության ոլորտը նոր չէ, որ գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում եւ մասնավորապես դեռևս 2021 թվականից սկսած հանձնաժողովը պարբերաբար վերահսկողական միջոցառումներ է իրականացրել այդ ոլորտում։ Տարբեր տարիներին հսկիչ գնումներով ձեռք են բերվել կաթնային մթերքներ, մասնավորապես թթվասեր, պանիր, մածուն եւ դրանք ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, դրանցում յուղի զանգվածային մասը եւ դրանցում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով եւ իրականացված փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքերում հանձնաժողովի կողմից իրականացվել են վարույթներ եւ իրականացված վարույթների արդյունքում բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ ենթարկվել են պատասխանատվության, այդ թվում նաեւ բավականին խոշոր տուգանքների։ Միևնույն ժամանակ հանձնաժողովի կողմից այդ տարիների ընթացքում բազմաթիվ դիտանցումների իրականացման արդյունքում արձանագրվել են կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների մակնշումները վաճառքում առկա եւ դրանք համադրվել են համապատասխան կանոնակարգերով սահմանված պահանջների հետ եւ հայտնաբերված անհամապատասխանությունների դեպքերով եւս հարուցվել են վարույթներ եւ խախտումների համար նշված տնտեսվարող սուբյեկտները նույնպես ենթարկվել են պատասխանատվության։ Այսինքն մեր կողմից իրականացված վերջին փորձաքննության արդյունքում, երբ որ մենք կաթնային մթերքներ ուղարկեցինք լաբորատոր փորձաքննության, որևէ խախտում կաթնային մթերքների մեջ բուսական յուղի առկայություն չհայտնաբերվեց, ինչպես նաեւ վերջին տարիների կտրվածքով որ դիտարկենք, նաեւ մակնշումներին առնչվող խախտումներն են էականորեն նվազել եւ համադրելով ամբողջը կարող ենք ասել, որ այո, իրականացված վերահսկողական միջոցառումները եղել են արդյունավետ։ Գիտեմ, որ հանձնաժողովը նաև նոր միջոցներ է կիրառել վերահսկողության եւ ուզում եմ խոսենք նաև այս նոր միջոցների մասին, ինչպես են դրանք անդրադառնում արդեն վերահսկողության տեսանկյունից, արդյոք լավացրել են, թե կարիք կա նոր միջոցներ բերելու։ Տեսեք, իրականում ինչպես նշեցինք, իրականացված վերահսկողական միջոցառումները արդյունավետ են եղել վերջի տարիներին, բայց այդուհանդերձ հանձնաժողովի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ներկա պահին առկա են կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով ապրանքներ, որոնց մակնշումները չեն համապատասխանում կանոնակարգի պահանջներին։ Միևնույն ժամանակ հանձնաժողովում տեղեկատվություններ ստացվել այն մասին, որ նշված ապրանքներում տնտեսվարողները արտադրության փուլում կաթնային յուղը փոխարինում են բուսական յուղով, այսպես կոչված, ավելի մեծ քանակով, քան թույլատրելի է կանոնակարգի պահանջներով։ Ինչպես նաև մենք ունենք տեղեկատվություն այն մասին, որ վաճառքում առկա է սերուցքաբուսական սփրեդ ապրանքներ, որոնց ճարպի զանգվածային մասը եւ ճարպի զանգվածային մասում կաթնային ճարպի զանգվածային մասը դրա մեջ եւս շեղվում է կանոնակարգով սահմանված չափանիշներից եւ վերոնշյալի հաշվառմամբ հանձնաժողովը որոշեց, որ նոր վերահսկողական միջոցառում իրականացնի վերջին նշված երկու ուղղություններով, որը իդեպ մինչ այս պահը հանձնաժողովի կողմից այդ ուղղությամբ երբևէ վերահսկողական միջոցառումներ չեն իրականացվել եւ դրա հետ համատեղ նաեւ հանձնաժողովը որոշեց եւս մեկ անգամ անդրադառնալ կաթ պարունակող կաթնայուղի փոխարինիչով ապրանքների մակնշումներին վերաբերող հարցերին։ Սպառողների պաշտպանության տեսանկյունից այս ոլորտում իրավական ինչ կարգավորումներ կան։ Տեսեք, տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքի 26.1 հոդվածի առաջին մասի համաձայն սպառողների շահերը խախտող գործելակերպ է համարվում տնտեսվարող սուբյեկտի ցանկացած վարքագիծ, գործողություն կամ անգործություն,
որոնք ազդում են կամ կարող են ազդել անորոշ շրջանակով սպառողների կամ սպառողների խմբերի շահերի վրա, եւ խախտում են սույն օրենքի, այլ օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի կամ գործարար շրջանության սովորույթների, կամ խախտում են սպառողների նկատմամբ բարեխղճության, արդարության, անաչառության, ազնվության, արդարության, ճշմարտության կամ անաչառության սկզբունքները։ Նույն օրենքի 26.1 հոդվածի 2-րդ մասի համաձայն սպառողների շահերը խախտող գործելակերպը արգելվում է։ Օրենքի 26.1 հոդվածի 3-րդ մասի համաձայն սպառողների շահերը խախտող գործելակերպ է համարվում սույն օրենքի առաջին մասով սահմանված սույն հոդվածի առաջին մասի հատկանիշներին համապատասխանող ցանկացած վարքագիծ, գործողություն կամ անգործություն, այդ թվում սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով նախատեսված անարդար առևտրային գործելակերպը, օրենքին հակասող, այդ թվում անբարեխիղճ կամ հակաօրինական կամ հավաստիության կամ պատշաճության խախտմամբ իրականացվող գովազդը, սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերին կամ պայմանագրերի ընդհանուր պայմաններին ներկայացվող պահանջների խախտումը, ապրանքի որակին, քանակին եւ այլ բնութագրերին ներկայացվող պահանջների խախտումը, առևտրի եւ ծառայությունների մասին օրենքով ապրանքների գնի ներկայացման պահանջների խախտումը։ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի 37.1 հոդվածի առաջին մասի համաձայն անարդար առևտրային գործելակերպը համարվում է անարդար, եթե այն հակասում է բարեխղճության, ազնվության, արդարության, անաչառության, բարեխղճության սկզբունքներին եւ կարող է ունենալ ազդեցություն այն միջին եւ ունի կամ կարող է ունենալ ազդեցություն այն միջին սպառողի ապրանքի նկատմամբ դրսևորված վարքագծի վրա, որին ուղղված է այդ գործելակերպը, կամ խմբի միջին սպառողի վարքագծի վրա, եթե այդ գործելակերպը ուղղված է սպառողի կոնկրետ խմբին։ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի 37.1 հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ անարդար առևտրային գործելակերպ են համարվում սույն հոդվածի առաջին մասին համապատասխանող ցանկացած վարքագիծ, ինչպես նաև նույն օրենքի 37.2 հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով սահմանված խախտումները, դեպքերը, այդ դեպքերը վերաբերվում են մասնավորապես մոլորեցնող գործողությանը եւ մոլորեցնող անգործությանը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ ընդունված կաթ եւ կաթնամթերքի անվտանգության մասին մաքսային միության թիվ ՄՄՏԿ 033 կոտրակ 2013 կանոնակարգով սահմանված է կաթ պարունակող կաթնային յուղի փոխարինիչով մթերք հասկացությունը եւ մասնավորապես այդ սահմանման մեջ նշվում է, որ նման ապրանքներում թույլատրելի է կաթնային յուղը փոխարինել կաթնային յուղի փոխարինիչով, բայց ոչ ավել քան 50% չափով։ Այսինքն, եթե ապրանքը օրինակ կաթ պարունակող կաթնայուղի փոխարինիչով մթերքը, եթե ինքը ունի օրինակ 20% յուղայնություն, տնտեսվող սուբյեկտը կարող է այդ յուղի բաժնում կաթնային յուղը փոխարինել բուսական յուղով ընդամենը 50%-ի չափով, այսինքն օրինակ դրա 10%-ը կարող է փոխարինել բուսական յուղի չափով, եթե դրանից ավել մասը փոխարինի, այդ դեպքում դա կլինի կանոնակարգի պահանջների խախտում։ Միևնույն ժամանակ կանոնակարգով նաև սահմանված են նման ապրանքների մակնշումներին ներկայացվող պահանջները, մասնավորապես կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի անվանումը չի թույլատրվում մասնակի զետեղել ապրանքի փաթեթվածքի կամ պիտակի վրա սպառողների մոլորության հնարավորությունը բացառելու նպատակով, միևնույն ժամանակ նման ապրանքների անվանումը պետք է սկսվի կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով արտահայտությամբ, իսկ նշված ապրանքի արտադրման տեխնոլոգիայի մասին հատվածը պետք է նշվի արտադրված կամ պատրաստված
համապատասխան կատնային մթերքի անունը նշելով եւ տեխնոլոգիայով բառով։ Այսինքն օրինակ, եթե դա թթվասերի տեխնոլոգիայով արտադրված ապրանք է, այդ ապրանքի անունը կլինի կաթ պահանջող մթերք կատնայուղի փոխարինիչով արտադրված թթվասերի տեխնոլոգիայով։ Միևնույն ժամանակ նաև շատ կարևոր պահանջ կա կանոնակարգով սահմանված, որ նման ապրանքների արտադրական փաթեթվածքի կամ պիտակի վրա պետք է նշվի դրանց բուսական յուղ պարունակելու մասին տեղեկատվությունը, ընդ որում նշված տեղեկատվությունը պետք է ներկայացվի առանձին հատկացված տեղեկատվական դաշտում, որտեղ նաև նշվում են օրինակ ապրանքի անվանումը եւ այլն, որի գույնը պետք է լինի հակադիր փաթեթվածքի գույնին եւ այդ տեղեկատվական դաշտի գույնին հակադիր գույնով էլ պետք է նշված լինի պարունակում է բուսական յուղեր արտահայտությունը եւ հիմնականում այս իրավիճակ այս պահանջը կանոնակարգի հիմնականում իրավախախտնտեսահողները խուսափում են այս նշումը կատարելուց եւ նման խախտումներ շատ են բացահայտվում։ Միևնույն ժամանակ կանոնակարգով սահմանված է նաև սերուցքաբուսական սփրեդ հասկացությունը, որը ինքը կաթ պարունակող մթերք է, որի բաղադրության մեջ 39-ից 95% որը պետք է ունենա 39-ից 95% յուղի զանգվածային մաս եւ նշված յուղի զանգվածային մասում 55%-ից մինչև 95%-ը պետք է լինի կատնային յուղ։ Այսինքն կատնային յուղի զանգվածային բաժինը պետք է լինի այդքանը։ Թերևս այսքանն են կարգավորումները նշված ոլորտի առնչությամբ։ Դուք մանրամասն ներկայացրիք կարգավորումները եւ ըստ այդմ ներկայում վերահսկողությունը ինչ փուլում է։ Ներկայումս մենք նշված ուղղություններով, որ նախորդ հարցերի պատասխանում նշեցի, հանձնաժողովի կողմից իրականացվել են դիտանցումներ եւ արձանագրվել են վաճառքում առկա կաթ պարունակող կաթնայուղի փոխարինիչով բազմաթիվ ապրանքներ, որպեսզի հետագայում համադրվեն դրանց համապատասխանությունը կանոնակարգի պահանջներին։ Միևնույն ժամանակ հսկիչ գնումներով ձեռք են բերվել մի շարք հսկիչ գնով ձեռք են բերվել թվով 15 կաթ պարունակող կաթնայուղի փոխարինիչով ապրանքատեսակներ եւ թվով 10 սերուցքաբուսական սփրեդ ապրանքատեսակներ եւ դրանք ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, համապատասխան լաբորատոր փորձաքննության, որ եւ ներկայումս մենք սպասում ենք այդ փորձաքննության արդյունքներին, կախված արդյունքներից նաեւ կլինեն հետևանքներ, բարույթներ կառուցվեն խախտումներ հայտնաբերված լինելու դեպքում։ Հիմնականում հենց այդ իրավախախտումներն է հայտնաբերել հանձնաժողովը, թե կան նաև այլ օրինակներ, տարբերակներ։ Նշված խախտումները այս պահի դրությամբ, քանի որ գտնվում է մի մասով փորձաքննության փուլում, չեն կարող ասել հայտնաբերված խախտումներ կան թե չէ, բայց ինչ վերաբերում է մակնշումներին, դրա մասով արդեն թերևս առերևույթ իրավախախտման հատկանիշներ հանձնաժողովը տեսել է եւ դրա հիմքով այս պահի դրությամբ կան հարուցված 10 վարույթներ, ընդ որում 10 վարույթներից թվով 3 տնտեսվարող սուբյեկտները արդեն իսկ ընդունել են վարույթով իրենց վերագրվող իրավախախտման փաստը, վերացրել են իրավախախտման հետևանքները, մասնավորապես համապատասխանեցրել են իրենց ապրանքների մակնշումները կանոնակարգի պահանջներին եւ դիմել են արագացված վարույթի եւ հանձնաժողովի համապատասխան որոշումներով արդեն իսկ կիրառված է արագացված վարույթ նշված տնտեսվարողների նկատմամբ, իսկ թվով 7 տնտեսվարողների մասով այս պայծությամբ ընթացիկ փուլում է եւ վարույթների քննության արդյունքում խախտումները հաստատվելու դեպքում հանձնաժողովը արդեն կարող է կիրառել պատասխանատվության միջոցներ։ Իսկ եղել են դեպքեր, երբ որ արդեն կիրառվել է հանձնաժողովի կողմից պատասխանատվության ինչ որ մի բան, թե դեռ ձերթվարկած վարույթներ այս պայծությամբ ավարտված ներկա փուլում իրականացված վերահսկողական միջոցառումներից ավարտված որևէ տվյալ չունենք, որովհետեւ ընթացիկ են միայն հարուցված են միայն նշված 10 վարույթները, որոնցից 3 արագացված վարույթով են ընթանում, դրանք հնարավոր է մոտակա 1-2 շաբաթների ընթացքում արդեն ավարտին հասցվեն։ Եթե վարույթների արդյունքում իրավախախտումները հաստատվեն, հանձնաժողովը ինչ է անում այդ պարագայում։
Օրենքի 93-րդ հոդվածի 7.1 մասի համաձայն սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների համար տնտեսվող սուբյեկտների նկատմամբ կարող է նշանակվել տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա նրա հասույթի մինչև 5%-ի չափով տուգանք, պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությամբ սահմանված առանձնահատկությունների պահպանմամբ, միևնույն ժամանակ նաև օրենքի նույն հոդվածի 13-րդ մասը սահմանում է, որ նախորդ տարում ոչ ամբողջական գործունեություն իրականացված լինելու դեպքում նշված տուգանքները հաշվարկվում են իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավել 12 ամիսների ժամանակահատվածում գործունեության հասույթի նշված տոկոսի չափով, ինչպես նաև հանձնաժողովը ինքը սահմանում է տուգանքի պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը և ներկայումս հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկումը իրականացվում է հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 22-ի թիվ 566N որոշմամբ սահմանված պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությամբ։ Եվ վերջում սպառողի իրավունքները խախտվելու պարագայում ինչպես կարող է սպառողը դիմել ձեզ։ Մենք դեռևս սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմին դառնալուց մի քանի ամիս առաջ 2025 թվականին հանձնաժողովը սպառողների անհատական բողոքների համար ստեղծեց սպառողի օգնական գործիքը, որը հասանելի է հանձնաժողովի competition.am կայքում և դա ինչ է իրանից ներկայացնում, սպառողները իրենց անհատական բողոքը կարող են նշված սպառողի օգնական գործիքի միջոցով լրացնել և նշված բողոքը հանձնաժողովի հարթակի միջոցով փոխանցվում է համապատասխան տնտեսավարող սուբյեկտին, եթե նույնիսկ սպառողը որոշակի տվյալների չտիրապետի տնտեսվարող սուբյեկտի լրացնելու համար, նույնիսկ հանձնաժողովի աշխատակիցները դրանք կլրացնեն, նոր կփոխանցվի համապատասխան տնտեսվարող սուբյեկտին և դրա արդյունքում տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է 14 օրվա ընթացքում արձագանքել սպառողի բողոքին և խնդիրների լուծելու դեպքում գործի քննություն հետագայում որևէ միջոցառում հանձնաժողովի կողմից չի իրականացվում, իսկ եթե օրինակ սպառողի խնդիրը չլուծվի, այդ դեպքում արդեն հանձնաժողովը նաև դիտարկում է տվյալ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ վարչայություն անելու հարցը, բայց մինչ այդ նաև կա երկրորդ փուլը, որ նշված բողոքը փոխանցվում է հասարակական կազմակերպություններին և իրավաբանական ընկերություններին, որոնք համագործակցում են հանձնաժողովի հետ։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ ռադիոլսողներին և դիտողներին, որ դուք միացել եք 106.5 հաճախականությանը, ես Գայա Ասոյանն եմ, կհանդիպենք։